Star News-ն արդեն տեղեկացրել է, որ Նյու Յորքում դեկտեմբերի 1-ին լույս աշխարհ է եկել դերասանուհի Եվա Բաղդասարյանի առաջնեկը։ Դերասանուհին ամուսնուն որդի է պարգևել։ Ժամեր առաջ Եվան իր ինստագրամյան էջում հրապարակել է որդու հետ առաջին լուսանկարները։ Դրանց կիցն նա գրել է հետևյալը. «Բարի գալուստ լույս աշխարհ, իմ տղա, 01-12-25, ահա այսպես է մակագրել որդու հետ առաջին լուսանկարները Եվա Բաղդասարյանը։ Star News-ը ևս մեկ անգամ շնորհավորում է ներկայացնելով ձեզ լուսանկարները»։ Դերասանուհի Եվա Բաղդասարյանը շարունակում է ոչ միայն ակտիվ լինել իր գործունեության շրջանակներում, այլ նաև սոցիալական հարթակներում, որտեղ էլ հաճախ պատմում է իր ամուսնու հետ անցկացրած ճամփորդությունների մասին, իսկ բոլորովին վերջերս էլ Եվան հրապարակել էր իր անձնական լուսանկարներից մեկը ու փաստ էր գրել իր մասին. «Ես 30 տարեկան եմ ու չեմ ամաչում, որ, ահա այսպես է կոչվում խորագիրը։ Կարող եմ դառնալ անկառավարելի, երբ բարկանում եմ։ Մարդկանց անունները շուտ եմ մոռանում և ընդհանրապես մոռացկոտ եմ։ Հաճախ կարող եմ թափթփել իրերս։ Սիրում եմ ուտել մատներով։ Կարող եմ մարդու երեսին ասել այն, ինչ մտածում եմ։ Չեմ սիրում ծաղիկներ։ Սկսել եմ քիչ շփվել մարդկանց հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական բնակիչ եմ, բայց ցանկություն չունեմ ապրել այնտեղ։ Այո, ես գոյություն ունեմ։ Դեռ չեմ պատկերացնում ինձ երեխա պահելուց, որ լաց լինի, մտածում եմ կարող եմ հետը հավասար լաց լինել։ Այնքան զբաղված եմ, որ կարող է հաղորդագրություններին չպատասխանեմ»։ Ինստագրամյան հարթակում իր մասին փաստեր նշելով գրել էր Եվա Բաղդասարյանը։ Նշենք, որ վերջերս դերասանուհին իր ինստագրամյան էջում հարցուպատասխան էր կազմակերպել, որի ժամանակ նրան հարց էին տվել, նաև մայրանալու վերաբերյալ։ Չեք ուզում երեխա ունենալ։ Հարցին դերասանուհին հետևյալ պատասխանն էր տվել. «Իսկ կա աշխարհում մի կին, ով չի ուզում երեխա ունենալ, այն էլ իր սիրած տղամարդուց, ուղղակի ամեն ինչ իր ժամանակին», ասել էր դերասանուհին։ Եվան նաև հարցուպատասխան էր կազմակերպել իր ինստագրամյան էջում, անդրադառնալով երեխա ունենալու ցանկության, Միացյալ Նահանգների վիզա ստանալու, մասնագիտության և այլ հարցերի։ Դերասանուհուն հետևորդներից մեկը հարցրել էր հետևյալը. «Չեք ուզում երեխա ունենալ»։ Եվան հետևյալ կերպ էր պատասխանել. «Իսկ կա էս աշխարհում մի կին, ով չի ուզում երեխա ունենալ, այն էլ իր սիրած տղամարդուց, ուղղակի ամեն ինչ իր ժամանակին», գրել էր Եվան։ Հետևորդներից մեկն էլ այսպիսի հարց էր գրել. «Երբ ենք ձեզ նորից տեսնելու հեռուստատեսությամբ»։ Եվան էլ գրել էր. «Մինչև այս ամսվա վերջ կիմանաք, թե որ նախագծում եմ լինելու, դեռ գաղտնիք է, բաց չթողնեք, շուտով», գրել էր Եվան։ Հաջորդ հարցը այսպիսինն էր. 10 տարով եք ստացել ձեր Միացյալ Նահանգների վիզան։ Շնորհավորում եմ։ Եվան պատասխանել էր. «Ոչ, ես որպես տուրիստ չեմ դիմել, այլ ուրիշ ստատուսով եմ ստացել վիզան։ Կպատմեմ ձեզ մեր երկար անցած ճանապարհի մասին, նկարել եմ վլոգը, մնում է հավես ունենամ, մոնտաժեմ ու տեղադրեմ»։ Հարցերից մեկն էլ վերաբերում էր դերասանի մասնագիտությանը։ Եվա ջան, իսկ ինչ կասեք դերասան դառնալու համար, դիպլոմը պարտադիր է, թե ոչ։ Դերասանուհին գրել էր. «Ոնց հասկանում եմ, արդեն ոչ։ Մանավանդ հեռուստատեսությունում։ Սովորել ես, չես սովորել, կապ չունի։ Սիրուն ես կամ ակտիվ ես սոցիալական մեդիայում, խնդրեմ, դեր ունես։ Չեն հասկանում, որ ահա որ բարդ ա, հենց գիտակցում են, արդեն ուշ է։ Երեխեք, դիպլոմը մի կողմ, բայց երկար ճանապարհ ա պետք անցնել էս մասնագիտության համար, անգամ հասարակ վարսահարդար կամ մատնահարդար դառնալու համար ա չէ սովորել պետք։ Բա ինչի եք մտածում, որ հա լավ հեշտ ա էլի, ես էլ կարամ դերասան դառնամ։ Կներեք, մտքիս եկածը արտահայտեցի», գրել էր Եվա Բաղդասարյանը։ Հետևորդներից մեկը գրել էր հետևյալը. «Եվա ջան, ինչ կասեք, երբ նշանածդ քեզ սահմանափակում է, որ մի ժամից տանը կլինես կամ 2։ Ինչ կասեք այդ մասին»։ Դե ինչ ասեմ, չգիտեմ պատճառը որն ա, որ էդ աստիճան սահմանափակում ա ձեզ։ Կարող ա ինքը բնավորությամբ հենց խանդոտ ա, կամ առաջ որևիցե տրավմա ա ունեցել մինչև ձեզ։ Փորձեք խոսել էդ թեմայով, հասկանալ, որն ա պատճառը, և եթե ինքը տենց ա լինելու, արդեն ընտրությունը ձերն ա։ Արդյոք ցանկանում եք ձեր կյանքը շարունակել նման խանդ ունեցող մարդու հետ։ Կարող եմ ասել, որ հարաբերություններում զույգերից որևիցե կողմ չպիտի ինչ-որ բանից սրտնեղի կամ հարաբերությունները պահելու համար իրեն զրկի պրիմիտիվ բաներից։
ինչը դիմացինին դուր գա։ Էդ ամեն ինչը պետք է արվի սիրով, գրել էր Եվա Բաղդասարյանը։ Դե իսկ Star News-ն այս հոլովակի համար այսքանն էր առանձնացրել։ Ձեզ ենք ներկայացնում այն բացառիկ հոլովակները, որոնք Եվան հրապարակել է այս ընթացքում ամուսնու հետ։ Քայլում էի փողոցներով, մեկ է տեսնեմ բոլորը սենց վերև են նայում, տեսնեմ ինչ է։ Քամելիոն։ Regarde, maman mange des fleurs. Մեկ ինչ լավն է։ Ինչ ես ուզում միշտ պահեի սրանից։ Ծառը չի իջնում։ They're moving. Hey! Ouais, Béa a raison, il y avait un bébé en haut. Եկել ենք շոփինգի, այստեղ խանութները բոլոր ժամը 10-ից են բացվում, մենք կես ժամ շուտ ենք եկել, հիմա սենց ման ենք գալի, գժական սիրուն է այստեղ ամեն բան, շմկարը, խոսքում Մայամին հենց այնպես է, ինչպես որ պատկերացնում էի։ Մի քանի սիրունություններ եմ ինձ ընտրել, թիս շորիկներ են, ասեն սույս չեմ տա շատ, բայց կհապնեմ սիրուն կնկարում, տեսնեմ, այս շորներն եմ շատ հովոնում։ Ես հենց հիմա ինչը որ տեսնում եմ իմ սեփական աչքերով, ուղղակի չեմ կարողանում հավատալ, որ իրական է։ Vamos comiendo con la fruta.